Այժմ տեսնենք ինչ է սպասվում առույցների հաջորդ ամիս, հուլիս ամսվա ընթացքում։ Ինչ է սպասվում առույցներին հուլիս ամսվա ընթացքում։ Անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ և ևս մի կարդ որպես խորհուրդ։ Միայնակների համար, զույգերի համար, աշխատանքի և ֆինանսների համար։ Տեսնենք։ Նոր էտապ է ձեզ համար սկսում, հարգելի առույցներ, միայնակներ։ Բանալին ձեր ձեռքում է, բանալի շփման մեջ է, իսկ կարծում եմ այսպիսի բան տեսել առույցների համար։ Հուլիս ամիսը ձեզ համար կարող է շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ լինել, շատ շփման մեջ է։ Տեսնում եք, աշխարհի կարտը նշանակում է մի էտապ, նոր էտապ եք անցնում։ Մի էտապը վերջանում է, մտնում եք նոր էտապ։ Աշխարհի դռները, հնարավորությունների դռները բացվում են ձեր առաջ։ Իսկ էտապը ինչ է նշանակում։ Դուք մենակ եք, հիմա կարող եք ձեր կարգավիճակը կարող է փոխվել։ Հնարավորությունները կան, շատ շփման մեջ է, շփվեք։ Ինչքան կարող եք շատ շփվեք, հարգելի առյուծներ, շատ տնից դուրս եկեք, հետաքրքիր վայրեր գնացեք։ Տեսնենք լրացուցիչ ինչ-որ բան կասեն, բայց ես երկու կարտով էլ տեսնում եմ, որ բանալին, ասինքն ձեր ձեռքում է եւ շփման մեջ է։ Իրականում ձեզ համար հնարավորություններ կլինեն։ Դե եթե կմնաք տանը, ուրեմն այդ հնարավորությունները ձեզ համար չեն աշխատի։ Բայց իրականում, երբ կյանքը շանս է տալիս, կախված է ձեզնից մնացածը, դուք ինչ կանեք։ Շատ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում, տեսնեք, էլ մի բան ինչ որ ասում է լինում է։ Տեսնում եք, այստեղ գեղեցիկ զույգ է։ Եթե դուք մնաք 4 պատի մեջ, այսպես կմնաք անելանելի վիճակում։ Եթե մնում եք, տեսնում եք 4 պատը, այստեղ 4-ն է ջահերի, շատ գեղեցիկ ընտանիք, ձեր ընտանիքում ձեզ շատ լավ եք զգում, ձեր ծնողների, քույր, եղբոր հետ, շատ լավ է։ Բայց այսպես մնում եք ընտրության առաջ, ասինքն իսկ ձեր անձնականում ոչինչ էլ չի ավելանում, բնականաբար դուք տնից դուրս չեք գալիս։ Ես մինչև էլ ասացի, պետք է շատ տնից դուրս գալ, պետք է շփվել։ Ինչպես այնտեղ ասացի, բանալին ձեր ձեռքում է, այստեղ էլ տեսնում եք, գործիքները ձեր ձեռքում են, գործիքները շփման մեջ էին, դրա համար էի ասում, պետք է ուղղակի գնալ, շփվել։ Տեսնում եմ կարգը նշանակում է շարժ, աշխուժություն, դուք ընդհանրապես բավականին, ես կարծում եմ, ունեն ծույլություն իրենց մեջ առույցներն իմիջայլոց, բայց իրենք համել սիրում են շատ զվարճանալ։ Ես այստեղ չգիտեմ, արդարադատության կարտը, տեսնում եմ, դժվարանում եմ ասել ինչ է նշանակում արդարադատության կարտը, գիտեք, այստեղ տեսնում եք, կինը կանգնած է, երկու կշեռք է ձեռքին, նժարին, այսինքն պետք է կարողանաք բալանսի բերել, այդպես կարող եմ ասել։ Պետք է կարողանաք բալանսի բերել ձեր զվարճանալը եւ շփումը մարդկանց հետ։ Եթե դուք միայն գնում եք ձեր ընկերուհիների հետ եք շփվում, հարգելի աղջիկներ, դե բնականաբար դրանից ոչինչ չի ստացվելու։ Տղաները, եթե միայն տղաների հետ են գնում, շփվում են, տղաների հետ են գնում, չգիտեմ, իրենց ինչով են զվարճանում տղաները, ապա բնականաբար ձեր անձնականում ոչինչ չի շարժվելու։ Պետք է գնալ այնպիսի վայրեր, որտեղ կան եւ տղաներ, եւ աղջիկներ։ Բայց ել եմ ասում, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Պետք է բալանսի բերեք, կարողանաք ձեր եւ զվարճանալը ընկերների հետ եւ ձեր անձնական կյանքի մասին էլ պետք է մտածել։ Իսկ իրական տեսնում բավականին ակտիվ, սա կարգն է ակտիվ։ Բայց տեսեք ակտիվությունը, տեսնում եք, այստեղ ձի չի իրականում սֆինքսն են, մեկը արծաթագույն է, մեկը ոսկեգույն։ Այսինքն սա նշանակում է, որ ճանապարհը ձեզ երկու կողմել կարող է տանել։ Եթե դուք ընտրում եք մնալ տանը 4 պատի մեջ, ինչպես ես սկզբում կարտերով ցույց տվեցի, հա, այսպես, ընտրությունը ձերն է։ Եթե դուք մնում եք տանը, պարզապես ձեր հարմարավետության գոտուց դուրս չեք գալիս, այսպեսի վիճակում եք հայտնվում, կամ միայն տղաների, աղջիկների հետ են, չգիտեմ, դուրս գալիս եւ շփվում։ Այդ դեպքում դուք կմնաք նույն կարգավիճակում։ Իրականում հնարավորություն ձեզ կտա կյանք, ել եմ ասում, աշխարհի կարտով ճանապարհը բաց է։ Բայց եթե նաեւ շփվեք տարբեր մարդկանց հետ, ամեն ինչ ձեր ձեռքում է, ձեզնից է կախված, ինչքան ավելի ակտիվ կլինեք եւ այդ դեպքում տարբերակ կլինի, որ իրականում ձեր կարգավիճակը կփոխվի եւ դուք ինչ-որ մեկին կհանդիպեք։ Կյանքը ձեզ
հուլիս ամսվա ընթացքում հնարավորություն տալիս է։ Մնացածը հարգելիներս կախված է ձեզնից։ Իսկ զույգերի մեջ տեսնում եմ այսպիսի հետաքրքիր տարբերակ։ Դա բնականաբար սա բոլորին չի կարող վերաբերել, մարդիկ սիրում են, երջանիկ են, նշանվել են, կամուսնանան, շատ լավ է։ Վերաբերում է միայն նրանց, ովքեր կտեսնեն իրենց այս իրավիճակում։ Ես այստեղ տեսնում եմ, որ բավականին ջանք եք թափում ձեր հարաբերությունները կայուն վիճակում պահելու համար։ Միգուցե ինչ որ կան խնդիրներ, որ ջանք եք թափում, չէ, այսինքն դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ձեր հարաբերությունները կայուն մնան, բայց ամեն դեպքում ինչ որ ընտրությունների առաջ էլ կանգնում եք։ Ամեն դեպքում որոշ առույցների համար իրենց հարաբերություններում ինչ որ ամեն դեպքում ինչ որ ճանապարհի մեջտեղում են կասկածներ ունեն, անհանգստություններ ունեն եւ ամեն ինչ ջանք չեն խնայում, որպեսզի կարողանան հարաբերությունները պահպանել։ Տեսնենք։ Ճանապարհի կեսին է, այսինքն ինչ որ կասկածներ կան, ինչ որ վախեր կան։ Ոյ, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Տեսնում եք, ես որ չասեմ, դուք տեսնում եք։ Հաջողության կարտը առաջ խաղացում, նաև տեսնում եմ այստեղ աստղերով, երազանքներով, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, իրականում ես չգիտեմ, այստեղ դուք շատ ջանք եք թափել, միգուցե եկել եք ինչ որ ճանապարհի մեջտեղում եք կանգնել, այսինքն որոշում եք ամուսնանալ, չամուսնանալ, ամուսնացեք, տեսնում եք, ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Այսինքն եթե հարցը նրանում է, որ դուք բավականին ճանապարհ եք անցել միասին, ձեր հարաբերությունները բավականին երկար են արդեն տևել եւ դուք պետք է որոշում կայացնեք, կամ միգուցե կարտերն են հուշում, ոչ թե դուք եք, այլ կարտերն են հուշում, որ ճանապարհի մի մասը անցել եք։ Հիմա պետք է առաջ շարժվել։ Իսկ առաջ շարժվելը կարտերը հուշում են ամրացնել ձեր հարաբերությունները։ Պետք է առաջ խաղացում ունի, սա նաեւ ոչ միայն առաջ խաղացման հարաբերություններն առաջ են գնում, այլ սա ընտանիքի ծառը նաեւ ընտանիքի կարտն է։ Այսինքն ժամանակն է ամուսնանալ, նրանք ովքեր շատ գեղեցիկ զույգ են, այսպիսի գեղեցիկ զույգ են, շատ երկար ժամանակ է փորձությունների միջով անցել են, կարողացել են հասնել այս ճանապարհի այնպիսի մի հատվածում, որտեղ պետք է լրջացնել հարաբերությունները, ձեր երազանքների ճանապարհը բաց է, դուք շատ գեղեցիկ զույգ եք, լավ հարաբերություններ ունեք, ամուսնացեք հարգելիներս։ Կարճ կոնկրետ։ Շատ գեղեցիկ զույգ է։ Ամեն դեպքում։ Այսպես, իսկ ֆինանսներում ինչ են, ֆինանսներ չէ, սա աշխատանքներ։ Աշխատանքի վայրում ես այսպես կարող եմ ասել, ինչ որ որոշում եք կայացրել, հարգելիներս, չեմ կարող ասել, որոշել եք գործը թողնել, ինչ եք որոշել անել, չգիտեմ, բայց կարտերը հուշում են ձեր աշխատանքի հետ կապված, մի քիչ խնայեք ձեր գումարները, մի քիչ սա ժլատության կարտն է, այսինքն մի քիչ ծախսեք, միգուցե գործերը կանգնելու են, այդքան աշխուժ աշխատանք չի լինելու, շատ ֆինանսներ չեն լինելու, որտեղ աշխատանքի հետ է կապված, ամեն դեպքում միգուցե արձակուրդ եք գնում, հարգելիներս, չեք աշխատելու, կարող եմ այդպես ասել, տզով կարող եմ ասել, որ միգուցե ինչ որ ժամանակ չեք աշխատելու, աշխատանքի բերումով է գործը կանգնելու, չգիտեմ, միգուցե ժամկետային աշխատանք է եւ հուլիս ամսվա ընթացքում սեզոնային աշխատանքեր չի լինելու աշխատանք, կամ պարզապես դուք եք արձակուրդ եք վերցրել, չեք աշխատելու, որովհետեւ դե ամառ է հանգստանում եք, կարտերը հուշում են, որ բավականին գումարները կպակասեն, մի քիչ ավելի փորձեք պահպանել, ավելի այսպես ասեմ, ժլատ եղեք, շատ մի ծախսեք։ Գործերի բերումով ես չեմ տեսնում դուք աշխատանք կորցնում եք, եթե դուք եք որոշել հեռանալ, դա ձեր գործն է, իհարկե, բայց չէ, ճիշտ ասած շատ լավ եմ տեսնում։ Շատ լավ եմ տեսնում, կլինի որոշ մարդիկ, որոնք նոր աշխատանք են սկսում կամ նոր գործունեություն կամ կողքից նորից երեխան նոր նշանակում, ինչ որ երկրորդ աշխատանք են սկսում, մի քիչ կգան գումարները, այդպես կարող եմ ասել, բայց իրականում չէ, հաջողություն եմ տեսնում։ Գիտեք, իսկ եթե խառի տզով կարող եմ ասել, տեսնում եք, աղջիկը առաջ է նայում, ինչ որ մեկը եթե գործը փոխել էր, աշխատանքը փոխել էր արդեն եւ ֆինանսները պակասել էին դրանից, կամ գործն էր պարզապես պակասել, միգուցե ժլատության կարտը այստեղ ֆինանս չնայեք, նայեք ուղղակի աշխատանքն էր պակասել, քիչ էր գործը, բայց իրականում շատ լավ կլինի, նոր պայմանագրեր կկնքվեն, նոր համաձայնագրեր, աշխատանքը կավելան, աշխուժություն կլինի, շատ ժողովներ կլինեն, մարդկանց հետ կհանդիպեք, կշփվեք, հաջողության կարտն էլ տեսնում, չէ, շատ գեղեցիկ կարտեր են իրականում։ Նրանք, ովքեր նույնիսկ աշխատանքից հեռացել էին, կարող են նոր աշխատանք գտնեն, պայմանագիրը կնքվում է, փակվում է, այսինքն գործարքը կնքվեց,
հանդիպում եք, զրուցում եք, հաջողության կարտն տեսնում եմ, եթե նույնիսկ ֆինանսները հուլիս ամսվա ընթացքում ինչ-ինչ պատճառներով մի քիչ պակասեն, աշխատանք որ հաստատ չեք կորցնում, բացարձակ չեմ տեսնում, բացապես եթե նույնիսկ աշխատանքը կանգնել էր, ելի եմ ասում, եթե անկախ սեզոնային աշխատանք էր, կանգնել էր որոշ ժամանակ, ապա հուլիս ամսվա ընթացքում աշխատանքեր կունենաք, հաջողությունն էլ հետը կլինի շատ հաջող էր։ Ֆինանսներում տեսնում եմ նոր առաջարկ, սա բաժակի բաժն է բաժակներին եւ տեսնում եմ խաչը։ Գիտեք, ձեզնից անկախ ինչ որ ֆինանսական առաջարկություն կլինի ձեզ։ Խաչի կարտով կարող եմ ասել, որ ձեզ համար մի քիչ անսպասելի է, կարծես ինչ որ մեկը ձեզ ինչ որ ֆինանսների հետ կապված առաջարկություն է անում։ Միգուցե շատացնել ձեր ֆինանսները, միգուցե ներդրում անեք ձեր ֆինանսները։ Տեսնենք։ Միգուցե վերջերս ծախսեր եք ունեցել, չեմ կարողացել ինչու, այսպես մի պահ ինձ սպասեք, լավ մտածեմ։ Գիտեք, խաչով կարող եմ ասել, միգուցե հենց հուլիսին լինի, միգուցե արդեն եղել է։ Միգուցե դուք ինչ որ անսպասելի ծախսեր են եղել, չեմ կարող ասել ինչի հետ կապված։ Ծախսեր են եղել, որովհետև տեսնում եմ, որ գումար եք կորցրել, բայց գումարներ գալիս են։ Միգուցե գտնվում է ինչ որ մեկը, գիտեք, այստեղ սա աշխատավարձն է, նրանք ովքեր աշխատանք ունեն, դուք աշխատանք ունեք, աշխատավարձ ստանում եք, պարզապես լրացուցիչ ծախսեր են եղել վերջերս, ձեզ լրացուցիչ գումարներ են պետք, այսինքն ձեզ երկրորդ աղբյուրն է պետք ֆինանսի եւ դուք կգտնեք, հաջողության կարտն եմ տեսնում, լրացուցիչ գումարներ են պետք աշխատավարձից բացի, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով, այսպես պատահական, անսպասելի լրացուցիչ ծախսեր են հանկարծ լինելու, կամ արդեն եղել են կամ լինում, են ամեն դեպքում հուլիս ամսվա ընթացքում ես տեսնում եմ ֆինանսների երկրորդ աղբյուր։ Տեսեք, այս առաջարկությունն է։ Կամ եթե դուք ձեր, այստեղ որտեվ շունել եմ տեսնում, այսինքն միգուցե ձեր ընկերներից ինչ որ մեկը ձեր ձեռք մեկնի ֆինանսներով կոնկրետ օգնի, հնարավոր է, առաջարկում է ձեր իր օգնությունը, կամ գործարք է առաջարկում, կամ երկրորդ աշխատանք։ Ասենք արի ինձ միացի, այս գործարքն էլ անենք, քո աշխատանքից բացի նաև կողքից եկամուտ կունենաս, շատ հաջող կլինի։ Լավ ընկեր է, լավ առաջարկություն կանի, հաջող կլինի, ֆինանսներ էլ կգան։ Այսինքն եթե լրացուցիչ ծախսեր ունեք, հարգելին ես, ոչ մի խնդիր չունեք, դուք այդ ծախսերը կկարողանաք հոգալ լրացուցիչ ֆինանսներ էլ կունենաք հուլիսին։ Կարտերը ցույց են տալիս սա տրանսֆորմացիայի կարտն է, այսինքն ինչ-որ մի հետաքրքիր բան կփոխվի։ Գիտեք, օրինակ ես տեսնում եմ այստեղ միայնակների համար նոր этап էր փոխվում, եւ սա էլ կարող եմ ասել իրականում սիրո հետ է կապված անձնական հարաբերությունների։ Իսկապես որոշ միայնակ առյուծների համար կարող է ինչ-որ բան փոխվել։ Բավականին փոփոխություններ կլինեն իմիջիայլոց բոլոր ասպարեզներում, կարտը հուշում էր, բավականին լուրջ փոփոխություններ կլինեն առյուծների կյանքում։ Միայնակների համար նոր этап է սկսում, կարող եք գտնել ինչ-որ մեկին։ Զույգի համար, եթե հիշում եք, ասեցի, դուք պարզապես կորոշեք եւ կամուսնանաք։ Աշխատանքի հետ կապված, ես հիշում եք, էլի լավ բաներ էի ասում, այնտեղ էլ կլինի փոփոխություն, բայց շատ դրական փոփոխություն։ Ֆինանսներով էլ կարող եք գտնել երկրորդ աշխատանք կամ ֆինանսների երկրորդ աղբյուր։ Շատ մեծ լուրջ տրանսֆորմացիա, այս բոլոր առույցների հետ ում էլ որ այս կապ ուներ, այս ինչ որ ասեցի, բավականին լուրջ փոփոխություններ կբերեն, բայց գեղեցիկ դրական եմ տեսնում շատ։ Բավականին հետաքրքիր շարժուն ամիս կլինի ձեզ համար, հարգելի առույցներ, ես վստահ եմ չեք ձանձրանա, բայց դրական փոփոխություններ էին։ Շատ լավ է։ Տեսնենք ինչ է սպասվում կույսերին հուլիս ամսվա ընթացքում։ Ինչպեսին կլինի հուլիսը կույսերի համար, տեսնենք։ Անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ լրացուցիչ մի կարտ որպես խորհուրդ։ Միայնակների համար, զույգերի համար, աշխատանքի եւ ֆինանսների։
Հարգելի կույսեր, գեղեցիկ կարտեր են, արժե ինչ-որ բան ավելացնել։ Աստղերով տեսնում եմ նպատակներ, ցանկություններ ունեք, սիրում եք, սիրահարված եք կամ աղջիկներ ձեզ սիրում են։ Որոշ մարդկանց երազանքն իրականանա, այսինքն եթե կան տղաներ, որոնք սիրահարված են ինչ-որ աղջիկա, առաջարկություն կանեն, աղջիկը կպատասխանի իրեն փոխադարձաբար։ Իսկ եթե աղջիկները միայնակ են, սա միայնակների համար եմ նայում, հասկանում եք հարգելներս, կգտնեք ձեզ զույգ, այստեղ աղջիկ եմ տեսնում երազանքների աստղի կարտով եւ տեսնում եմ նաև սիրտը տեսնում եմ երիտասարդ, այսինքն որոշ մարդիկ զույգ կգտնեն հարգելներս, նրանք հատկապես ովքեր ընտրյալ ունեին, այսինքն տղա կար, որ ինչ-որ աղջիկա հավանում էր, կամ աղջիկ կար, որ ինչ-որ տղայի հավանում էր, կամ գիտեր այս տղան հավանում էր, դեռ չէր մոտենում, հավանաբար սեր կխոստովանեք իրար եւ կլինեք զույգ։ Ամեն դեպքում որոշ կույսերի համար, միայնակների համար շատ մոտ եք ձեր նպատակներին եւ եթե առաջարկություն անեք տղաներ, ձեզ հավանաբար չեն մերժի։ Շատ լավ է։ Զույգերի համար ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ տրանսֆորմացիա, փոփոխություն, ընդ որում 2-9 եմ տեսնում։ Այո, սա 9 է բաժակների, իսկ սա 9 է քյարպինջի 9-9։ Ձեր հանձնական հարաբերություններում կլինի փոփոխություն, տեսնենք։ Առաջի տպավորությունը, եթե ասեմ, մարդը բաժակ է բարձրացրել, կիսում է իր ուրախությամբ, տեսնենք ինչ ուրախություն է զույգերի կյանքում։ Զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած հարգելներս։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, այս բոլոր այս բացասականից հետո տեսնում եմ արև, շատ տեսնում եք, այստեղ էլ եմ ասում, ինչ-որ առիթ կունենաք նշելու հարգելի կույսեր, որոշ զույգերի դեպքում չեմ կարող ասել ինչ կլինի, ինչ բարդություններ եք հաղթահարում, բայց այսպես բաժակ բարձրացած նշում եք ձեր հարազատ մարդկանց հետ, կիսում եք ձեր ուրախությամբ, որտեղ մի շատ ուրախ բան է լինելու։ Տեսնում եք, այստեղ ես տեսնում եմ անհաջողություններ, տեսնում եմ խոչընդոտ, ինչ-որ նպատակ կար, չեմ կարող ասել, ամուսնացած զույգ եք, թե դեռ ամուսնացած չեք, ամեն դեպքում ինչ-որ հարցում ճանապարհը փակ էր, բավականին երկար ժամանակ, այսպես տեղից չէր շարժվում։ Դե նպատակը ես կարծում եմ զույգերի մեջ ինչ է, կամ ամուսնացած են երեխա չեն ունենում, չէ, կամ եթե զույգ են, դեռ չեն ամուսնացել, իրենց հարաբերություններն են բարդ, մարդիկ չգիտեն, արժի ամուսնանալ, չարժի, որովհետև եթե խնդիրներ կան, բարդությունների միջով անցնում են, իրարից միգուցե ինչ-որ ժամանակ նեղվել են, բայց դե զույգ են, ես տեսնում եմ, որ զույգ են, նշանակում է, որ հարաբերությունները առաջ չէին շարժվում, որոշ ժամանակ այսպես նույն տեղում կանգնել էին, ոչ լավ էր, ոչ վատ, իսկ փոփոխություն տեսնում եք ղարի 9-ից գնում ենք 9, այսինքն գնում ենք դրական փոփոխություն, որովհետև շատ բացասական էր, փոփոխությունը շատ դրական կլինի, նորից եմ ասում, դուք կիմանաք ձեր ինչ խնդիրներ ունեիք, ինչ հարցով էր նպատակին չէիք հասնում, բավականին ժամանակ էր, չեք կարողանում ձեր նպատակին հասնել հարգելներս, տրանսֆորմացիան լրիվ կփոխի 360 աստիճան, դուք առիթ կունենաք, եթե երեխայի հղիությունն է, ծնունդ է, չգիտեմ, երեխայի հետ է կապված, նշում եք հարազատների հետ, եթե որոշեցիք ամուսնանալ, նեղվել եք իրարից, հաշտվեցիք, պարզապես դուք ձեր ընկերներով կգնաք, կշփվեք, կխմեք, կշնորհավորեք իրար, սա էլ արևը, շատ հաջող կլինի, նրանք ովքեր փորձությունների միջով էին անցնում, ցանկացած հարցով, բայց զույգ էին, իրենց զույգը կմնա ոչ միայն զույգ, այլև իրենք ինչ որ առիթ կունենան նշելու, շատ գեղեցիկ, հետաքրքիր ավարտ կլինի իրենց այս խնդիրների հարգելներս, տրանսֆորմացիան կլինի լրիվ 360 աստիճան, վատ անկայուն վիճակից կգնաք դեպի շատ դրական փոփոխություն։ Աշխատանքում տեսնում եմ օձ եւ տեսնում եմ հիմարի կարտը, որը նաև նշանակում է զերոյական վիճակ, ինչ որ բան զերոյից եք սկսում։ Որոշ կույսեր նոր աշխատանք են սկսում կամ աշխատանքում նոր էտապ։ Այսինքն այստեղ տեսնում եք օձը նաև խաչի կինն եմ տեսնում թագուհին։ Ձեզ կարող է ինչ որ առաջարկություն անեն իմիջայլոց։ Առաջարկություն, այսինքն ձեր աշխատանքի վայրում ձեր գործերի մեջ ինչ որ բան կարող է փոխվել։ Եթե դուք աշխատանք չունեիք, ուրեմն նոր աշխատանք կսկսեք։ Զրոյից նոր աշխատանք կսկսեք։ Ընդ որում մի գործ, որ դուք այս գործը դեռ չեք արել, սա ինչ որ մի նոր աշխատանք է, նոր ձևի, նոր տիպի, որ դուք երբեք չեք արել, կամ եթե ձեր աշխատանք չունեիք, կորցրել եք, ապա նոր աշխատանք է ձեզ սպասվում հուլիս ամսվա ընթացքում։ Իսկ եթե արդեն աշխատանք ունեիք, դա նշանակում է, որ ինչ որ մի նոր բան են ձեզ աշխատանքի վայրում առաջարկում, չէ՞, ասենք մի բաժնից տեղափոխում են մեկ այլ բաժին, այս գործն եք անում, հիմա այլ գործ եք անելու,
ինչ որ մի բան նոր է սկսվում ձեզ համար գործերում, հարգելներս։ Եթե սեզոնային աշխատանքը վերջացել էր, նորից ձեզ աշխատանք նորից զրոյից, ասինքն նորից ինչ որ սեզոնային աշխատանք առաջարկեն, եթե ձեր բիզնեսն է, չգիտեմ, ինչ որ կանգնել էր վերջերս ինչ որ մի բան երևի կուզեք նորովի սկսել, դե նոր սկիզբ ընդհանրապես նոր հնարավորություններ է նշանակում։ Այո, տեսնում եմ, ես լրացիչ կարտեր չեմ ուզում հանել, ինչ որ մի բան նորով է սկսում ձեզ համար, հարգելի կույսեր, նոր աշխատանք եք սկսում, ավելի բարձր աշխատավարձով կլինի եւ շատ հաջող աշխատանք կլինի, ինչ փոփոխություններ լինի աշխատանքի վայրում կլինի ձեզ համար շատ դրական եւ ավելի շատ ֆինանսներ կբերի հետագայում։ Մի խոսքով, եթե փոփոխություններ կան, ինչ որ մի բան զրոյից եք սկսում, նոր աշխատանք նույնիսկ չեք արել մինչեւ հիմա, շատ այսպես ես կարող եմ ասել օծի կարտով շատ իմաստուն որոշում է, եթե որոշեք սկսել ինչ-որ բան նորից զրոյից սկզբից, սկսեք, ոչ միայն աշխատանքում հաջողություն կլինի, այլև ֆինանսներն էլ ավելի դրական կլինեն, ավելի շատ ֆինանսներ կունենաք ձեր աշխատանքից։ Կարող է ֆինանսները հուլիսին չլինեն, հետո գան, բայց այս աշխատանքը փոփոխությունը կլինի հուլիսի ընթացքում, դա հետագայում ձեզ կբերի ավելի շատ ֆինանսներ։ Ինչ եմ տեսնում ֆինանսներից, նույն բան տեսնում եմ ֆինանսներում, տեսնում եք երեխայով, այսինքն ինչ որ մի նոր աշխուժություն կգա, նոր ֆինանսներ կգան ձեզ եւ նորով կարող եմ ասել, կամ միգուցե երկրորդ նոր աշխատանք, տեսնում եք, այստեղ զրոյից ինչ որ բան էիք սկսում, շարունակում է պատմությունը։ Ասիկ այստեղ զրոյից ինչ որ բան էիք սկսում, միգուցե երկրորդ աշխատանք, նոր գործ եք սկսում ձեր աշխատավարձից բացի, այստեղ էլ նոր գումարներ են գալիս, իսկ սա 8-ով կարող եմ ասել, շատ աշխուժություն կլինի ձեր ֆինանսներում եւս հուլիս ամսվա ընթացքում աշխուժություն կլինի։ Տեսնենք, աշխուժություն նշանակում է ծախսեր, կարող է նոր ծախսեր առաջանան, որտեղ կարող է եւ դրական լինել եւ բացասական։ Չգիտես ինչի առաջի տպավորություն ինձ համար, որտեղ նոր գործ եք սկսում եւ ֆինանսները արդեն գործով գալիս էին։ Այս առաջին տպավորությունը ինձ համար այնպեսին էր, որ ես կարծում եմ, որ ամեն դեպքում գումարները գալիս են, աշխուժությունը գալիս է դեպի գումարների ձեռքբերում։ Ֆինանսներում իրականում շարժ կլինի։ Գիտեք, ես տեսնում եմ այստեղ, որ ինչ-որ խնդիրներ ամեն դեպքում եղել են։ Ամեն դեպքում ֆինանսական ինչ-որ մանր-մունր խնդիրներ եղել են, չեմ կարող ասել ինչ գործարք է, ինչ եք ուզում անել ֆինանսների հետ, բայց ինչ-որ մի բան այնպես չի եղել, միգուցե ինչ-որ մեկի պատճառով, մեկը փորձել է, մի քիչ անազնիվ է գտնվել, աղվես է ամեն դեպքում, խորամանկ ինչ-որ մեկն է, բայց կգտնվի տարբերակ, կգտնվի բանալին այս խնդիրները ինչպես լուծել, դուք ինչ-որ ընտրություն պետք է կատարեք կամ որոշում կայացնեք։ Իսկ ես հետո տեսնում եմ, որ ամեն ինչ գնում է դեպի դրական կողմ։ Գիտեք, ես այստեղ տուն եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ ինչ-որ մեկը, որ ձեզ փորձում է օգնել։ Սա կարող է լինել տան առք ու վաճառքի հետ կապված ինչ-որ հարցեր, ինչ-որ չի ստացվում։ Եվ ֆինանսներում էլ էին ձեզի միջայլոց խաբել էին, ինչ-որ անազնիվ էին գտնվել ձեզ հետ։ Եվ կարող է այս տան առք ու վաճառքը չի կայանում, որովհետև ֆինանսների հետ ձեզ խաբել էին, որտեղ կորուստ եմ տեսնում, բայց իրականում ֆինանսները կգտնվեն, տարբերակը կգտնվի եւ գործը միանգամից առաջ կշարժվի։ Այսինքն իրականում դրական ավարտ կլինի, որտեղ ձեզ ֆինանսները տեսնում եմ գալիս են, որում ձեզ շատ մտերիմ մարդկանցից են գալիս։ Եվ մասնագետ էլ կա, ինչ-որ մեկը ձեզ ամեն դեպքում խորհուրդ տալիս է, ու չնայած որ ինչ որ մեկը անազնիվ եղել է եւ կորուստներ եղել է, բայց իրականում ես տեսնում եմ, որ իրավիճակը փրկելու շանս կա։ Տեսել եմ ասում ֆինանսներում եւ ֆինանսներ էլ կգան։ Պարզապես այլ աղբյուրից կգան, ումից որ ակնկալում եք, երևի դրանցից չեն գա։ Իսկ եթե վարկի հետ էր կապված, չգիտեմ, վարկ եք վերցնում տունը գնելու, ինչ որ եթե մի առաջին անգամ ինչ որ մեկի մոտ գնում եք խորամանկում են, չգիտեմ, տոկոսները շատ է լինում, պայմանները ձեզ դուր չեն գալիս, դուք իրականում դրան կարող է չհամաձայնվեք, բայց երկրորդ անգամ տարբեր Այստեղ էլ գիտեք, երկրորդ տարբերակը երկրորդ անձը, առաջին աղվես էր, լավը չէր, ինքը ձեզ խաբում էր, իսկ երկրորդ մասնագետը իրականում լավն է, պարզապես ծախսերը ավելի շատ կլինեն, երևի թե կորուստ կա, այսինքն ավելի մեծ գումար են, միգուցե ավելի ծախսի տակ եք ընկնելու, բայց իրականում դրական է ձեզ համար, այսինքն դա ձեր երազանքի տունն է համենայն դեպս։ Իսկ ֆինանսներ ես տեսնում եմ, որ դուք ֆինանսների պրոբլեմ չեք ունենալու, չէ, ամեն դեպքում վերջում ես երկու լավ կարտ եմ տեսնում։ Ֆինանսական խնդիր չեք ունենալու, եթե ֆինանսները պետք էին, դուք իրականում ֆինանսները կգտնեք։ Միգուցե ինչ-որ մեկը ազնիվ չլիներ, բայց մյուսները ազնիվ հաստատ կլինեին։ Տեսնում եք այստեղ հարգելիներս, տեսնում եմ վերջում կարտի խորհրդով սրտի տուզը։ Սա վերաբերում է հավանաբար
մեր միայնակներին, տեսնում եք ինչ էի տեսնում, սկզբից ասում էի արդեն, այո, ինչ որ կույսեր կլինեն, որոշ կույսեր կլինեն, որոնք անպայման կսիրեն, կսիրահարվեն, սեր կխոստովանեն եւ կգտնեն սեր։ Ես ամենայն անկեղծությամբ ձեզ ցանկանում եմ, որպեսզի ամենայն բարիք եմ ցանկանում, որպեսզի հարգելիներս գտնեք։ Նորից էլի սերը ձեզ համար շատ կարևոր կլինի հուլիս ամսվա ընթացքում որոշ մարդկանց համար, դուք իսկապես կարող եք սեր գտնել հարգելիներս։ Միգուցե ֆինանսական հարցերն էր մի քիչ բարդ, որտեղ աշխատանք իրականում, բայց ֆինանսները ես տեսնում եմ, որ դուք ֆինանսների խնդիր չունեք հարգելիներս, իրականում այդ հարցերը կլուծվեն։ Գտնվի ճիշտ մարդ, որը իրականում ձեզ ճիշտ ուղղություն կտա եւ այդ հարցն էլ կլուծվի։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կշարքներին հուլիս ամսվա ընթացքում։ Ինչ կբերի հուլիս ամիսը կշարքներին։ Անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ, երկու կարտով եկավ, լավ թող լինի երկու կարտ եւ մի կարտ պարզապես որպես խորհուրդ։ Տեսնենք ինչ է սպասվում կշարքներին հուլիս ամսվա ընթացքում։ Միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ինչ հետաքրքիր կարտ եմ տեսնում։ Միայնակների համար տեսնում եմ արդարադատության կարտը եւ տեսնում եմ ճանապարհ։ Ես չեմ տեսնում, որ սա լինում է, ես կարծում եմ սա արդեն եղել է։ Որոշ մարդիկ մենակ են, որտեղ վերջերս երևի բաժանվել են։ Արդարադատության կարտով կարող եմ ասել, սա ինչ-որ իրավական համակարգի հետ է, եթե մենակ են, ոչ թե ամուսնացել են, այլ ուղղակի միգուցե ամուսնալուծվել են եւ այսպես մնացել են ճանապարհի մեջտեղում, այսինքն նորից էլի մնացել են մենակ։ Իսկ եթե այդպիսի տարբերակ չկա մյուսների համար, կարող եմ ասել, որ ինչ որ որոշում եք, պետք է կայացնեք, հարգելիներս, չեմ կարող ասել ինչի հետ է կապված, լրացուցիչ կարտեր պետք է հանեմ։ Դե մենակ եք, ուրեմն ինչ որ եթե կարող է միգուցե ամուսնացած չեք եղել, բայց զույգ եք եղել եւ բաժանվել եք իրարից, դրա համար մենակ եք մնացել։ Բայց ամեն դեպքում ճանապարհի մեջտեղում եք, ասինքն դեռ ինչ որ որոշում պետք է կայացնեք, միգուցե սա դեռ վերջնական չէ։ Միգուցե մտածում եք ամուսնալուծվելու մասին, բայց ես մենակների համար եմ նայում միայնակ մարդկանց, ասինքն չէ, երևի թե արդեն ամուսնալուծված միգուցե մարդը նոր ընտրություն, միգուցե ամուսնալուծված ինչ որ մեկնեկին տղամարդ նշանակություն չունի, նորից տարբերակ կա իր համար որոշում պետք է կայացնի, հնարավոր է։ Երկու կարտով կդժվարանամ շատ բան ասել, տեսնենք։ Գիտեք, այո, կարող եմ ասել, ինչ որ մեկը միգուցե արդեն ամուսնալուծված մեկն է, բայց տեսնում եք, այո, թողել է, հեռացել է, մենակ է կինը, բայց նոր սեր է հայտնվում, ինչ որ որոշ Երևի թե, եթե դուք այստեղ ճանապարհի կեսին, այսինքն դուք արդեն ամուսնալուծված եք, երկրորդ անգամ նորից պետք է ինչ-որ մեկին վստահեք, ես տեսնում եմ կարտերով շատ լավ, որ իրականում լավ էլ մարդ է իրականում, եթե սա վերաբերում էր կանանց հատկապես, ես տեսնում եմ, որ իրական տղամարդը ձեզ սիրում է եւ հնարավոր է, որ ձեզ շատ հարմարել զույգ լինի, ես այո, այդպես եմ տեսնում, փոփոխություն եմ տեսնում, միայնակ մարդկանց կյանքում տեսնում եմ նոր սեր հարգելիներս, անկախ նայած դուք կին եք, թե տղամարդ արդեն ամուսնալուծվել եք, թե պարզապես կորցրել եք ինչ-որ մեկին, կարող եմ ասել, որ որոշ կշարքներ կգտնեն նոր սեր հարգելիներս, փոփոխություն կլինի ձեր անձնական կյանքում, ձեր մենակությունից դուք կգնաք դեպի նոր սեր, նոր հարաբերություններ։ Ես ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Լիության, լիարժեքության կարտն եմ տեսնում, պենտակլը տուզը եւ տեսնում եմ կորուստ։ Զույգերի համար։ Գիտեք, եթե զույգը կարող է լինել ամուսնացած, կարող է լինել նաեւ ոչ ամուսնացած, շատ գեղեցիկ հարաբերություններ են եղել, շատ գեղեցիկ։ Բայց կա նաեւ կորուստ։ Տեսնենք,
Ինչ է պատահել։ Դե կորուստ տեսնում եմ, բայց եթե դուք դեռ զույգ եք, որտեղ զույգի համար եմ նայում, ուրեմն դուք դեռ միասին եք։ Տեսնենք, ես դժվարանամ այստեղ ասել ինչ է նշանակում։ Ինչ կորստի մասին է խոսքը։ Շատ բարդ կարտեր եմ տեսնում, շատ բարդ, ճիշտն ասած։ Ես տեսնում եմ, որ իսկապես տեսնում եք այս լիարժեքության կարտով, այս գեղեցիկ, այսինքն հարաբերությունները շատ այսպես զարգացել էին, հասունացել էին։ Եթե նույնիսկ չէիք ամուսնացել, ապա շատ մոտ եք ամուսնանալուն, այսինքն շատ մոտ։ Պենտակլը տուզն է սա։ Գեղեցիկ, շատ գեղեցիկ կարտ է։ Իսկ առնետներով ինչ որ բան վերջանում է, տեսնում եք, այստեղ գեղեցիկ հարաբերություններ, շատ գեղեցիկ, հանկարծ կտրվել է։ Ինչն է կտրվել, ինչն է հեռացել առնետների կարտով, ինչն է վերջացել, ինչ է կտրվել, չգիտեմ, բայց իրականում շատ լավ հարաբերություններ են եղել, շատ գեղեցիկ։ Ինչ որ բան է կտրվել, ինչ որ բան է եղել զույգի մեջ, անկախ նրանից ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, հարգելիներս։ Գիտեք, ես այստեղ ֆինանսական հարցեր եմ տեսնում, ճիշտն ասած։ Բավականին բարդ կարտեր են, դրա համար ինձ պետք է 1-2 վայրկյան մտածել, որ ես հասկանամ, ես այստեղ ինչ եմ պատկերացնում այստեղ։ Տեսնում եմ ծառ, տեսնում եմ արջ։ Թե ես ինչ-որ բաներ էլ տեսնում եմ, բայց ուղղակի չեմ կարող այդ մասին խոսել, հա, շատ այսպես ամուսնացած զույգի հետ, եթե ինչ-որ մասնագետ, բժիշկ, ինչ-որ, չգիտեմ, շատ լուրջ այդպես ծանր բաներ չեմ տեսնում, ճիշտն ասած։ Գիտեք, կարող է լինել, եթե ընտանիք եք, երեխա չեն ունենում, ծառը չի հասունանում, այսպես անդադ բժշկի հետ են, մասնագետի հետ են, բայց կարծես ոչինչ չի շարժվում տեղից։ Կարող է այդպես լինել, ես դեռ չեմ տեսնում, որ այդ հարցը լուծվում է հուլիս ամսվա ընթացքում, որովհետև անդադ լուրի սպասում են, փոփոխության սպասում են, բայց ես լուսնով տեսնում եմ, որ եթե կա այդպիսի խնդիր, երեխա չունենալու խնդիր կա, ես չգիտեմ, այստեղ այդ դեպքում նկատի ունեն ինչ, այսպես վիրահատություն են անում, միջամտություն են անում բժշկական, երեխա ունենալու հետ է կապված, բայց իրականում ես չեմ տեսնում տեղից շարժվում է, ճիշտն ասած, տեսնում եմ, որ խարսխով տեղից կանգնած է, հարցը չի լուծում եւ ես չեմ տեսնում հարցը լուծվում է հուլիսին, բայց չեմ կարող ասել, որ չի լուծվելու, պարզապես ես հուլիսին լուծում չեմ տեսնում։ Իսկ եթե այլ տարբերակից նայեմ, մարդկանց հարաբերությունները շատ լավ էին, բայց հանկարծ կտրուկ ինչ-որ բան է փոխվել։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Ես ինչ-որ ֆինանսական հարցեր եմ տեսնում։ Կարծես ընտանիքը կայանալու համար ֆինանսներ են պակասում, եւ այդ ֆինանսները չլինելու, այսինքն տան տղամարդը, որտեվ չունի բավարար ֆինանսներ, ընտանիքում ամեն ինչ ապահովելու համար, դրա համար ձգձգում է ամուսնությունը միգուցե, որտեվ հարաբերությունները լավ էին, բայց հիմա կանգնել են, տեղից չեն շարժվում, որտեվ ինքը մտածում է լրացուցիչ ֆինանսներ են պետք։ Միգուցե նա տուն եմ տեսնում այստեղ, հասկանում եք, նաև միգուցե ուզում է տնից դուրս գալ առանձին ապրել, բայց ֆինանսները չեն բավարարում, դրա համար չի ուզում քայլ անել, հարաբերությունները կանգնել են, որովհետև կամ ուզում է առանձին ապրել, տարօրինակ, շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում, ճիշտն ասած, հարգելիներս, շատ էլ կերպարներ եմ տեսնում, բայց ես այստեղ չեմ տեսնում
Ամուսինների մեջ խնդիրներ չկա, խնդիրները ընտանիքի անդամների հետ կարող է լինել, նաև կարող է լինել ֆինանսների հետ կապված, կարող է լինել նաև կիսուրի հետ կապված հարցեր, այսինքն, չգիտեմ, կիսուրի հետ յոլա չեն գնում, միգուցե ուզում են գնալ առանձին ապրել տնից, բայց իրականում դրա համար ֆինանսներ չկան, եւ չեն էլ ուզում երեխա ունենալ առայժմ միգուցե որովհետեւ չեն ուզում են առանձին ապրել նոր, շատ բարդ բաներ եմ տեսնում, այնքան բարդ, որ դժվարանում եմ ճիշտն ասած ասել, շատ եմ դժվարանում։ Գիտեք, ես կարող եմ ասել ամփոփելու համար, որ անհասկանալի էր, իսկապես լրիվ ինձ համար հասկանալի չէ, եթե ինչ-որ մեկին մոտ մի բան ասեցի, դուք գլխի կընկնեք։ Ես տեսնում եմ, դուք ամեն դեպքում ինչ-որ աշխուժություն կլինի, ամեն դեպքում ինչ-որ փոփոխություն շարժ կարող է լինել, բայց լրիվ հարցերը դեռ չեն պարզվելու։ Էլի անհասկանալի ինչ-որ ինձ համար էլ էր անհասկանալի, ձեզ համար էլ լինելու ինչ-որ բան անհասկանալի։ Միգուցե վերջնական որոշումը չեք կարողանում կայացնել, որովհետև ձեզ համար վիճակը այսպես շատ հասկանալի չէ։ Էլ եմ ասում, ինձ համար էլ էր անհասկանալի, ձեզ համար էլ է։ Եթե դուք չեք հասկանում, ես ինչպես կարող եմ չէ հասկանալ։ Ինչ որ կասկածներ, անհանգստություններ կային, ընտանեկան հարցեր են զույգի մեջ, անկախ նրանից դեռ ամուսնացած են, թե ամուսնացած չեն, նույնիսկ եթե ամուսնացած չեն, հարսը դեռ չի եկել տուն, բայց տղան ծնողների հետ չի ուզում ապրել, խնդիրներ կային, միգուցե դրա համար ծնողները չեն ուզում ֆինանսապես օգնել, մի խոսքով բավականին բարդ վիճակ էր, եմ գումարներ եմ տեսնում։ Ես կարծում եմ ամեն դեպքում ձեր հարցերը ֆինանսների հետ են կապված, ձեր անձնական հարցերը առաջ չեն շարժվում, տեսնում եք, եթե գումարները լինեն, գումարներ են պետք ձեզ, նորից կարող եմ ասել, ֆինանսական հարցեր կան, խնդիրներ, որոնք ձեր ընտանեկան հարցերին կամ զույգի, չգիտեմ ինչ հարցեր են, զույգը չի կարողանում իրենց երջանկության նպատակին վերջնականապես հասնել, որովհետև գումարներ են խանգարում, գումարի պակաս եմ տեսնում։ Դժվարանում եմ մանրամասնել, բայց ֆինանսների հետ էր կապված ձեր խնդիրները։ Իսկ աշխատանքում տեսնում շատ տաքսկիր կարտեր, նրանք ովքեր աշխատանք չունեին եւ աշխատանքը կանգնել էր առաջ խաղացում չկար, արևով տեսնում եմ հավանական է հուլիսին աշխատանք գտնեք, հարգելի կշեռքներ։ Նրանցում գործը կանգնել էր առաջ խաղացում չկար, կարող է մի լավ լուր լսեն արևով եւ իրականում աշխուժություն լինի, էլի կարող է առաջ խաղացում լինի, չեմ կարող ասել, գործեր ամեն դեպքում աշխատանքը, որ լավ վիճակում չէր, իրականում բավական դրական փոփոխություն կլինի։ Եթե խնդիրներ ունեիք, իրականում խնդիրները կվերջանան։ Կանգնած էր գործը տեղից կշարժվի, աշխատանք չունեցողները հավանաբար կարող են աշխատանք գտնել, արևը շատ հաջող կարտ է։ Այո, գնացեք, հանդիպեք, շփվեք հարցազրույցերի, եթե աշխատանք չունեք, իսկ եթե ունեք, կադրերի բաժնում է ձեր վերադասի հետ է խոսում եք, զրուցում եք, ասում եք առաջ խաղացում եմ ուզում, ոչինչ տեղից չի շարժվում, ավելի շատ գործ տրեք, շատ պատասխանատվություն, որտեղ ավելի շատ գումարներ են ինձ պետք, սա էլ տեսնում եմ, հանդիպում եք, շփվում եք մարդկանց հետ, էլ եմ ասում, նոր աշխատանքի համար հարցազրույցի եք գնում, թե ձեր աշխատանքի վայրում կադրերի բաժնում կամ ձեր վերադասի հետ խոսում եք, առաջ խաղացում եք ուզում, ես տեսնում եմ, որ իրականում լավ լուր ձեզ կգա եւ առաջ խաղացում էլ կլինի։ Արևով էլ էի տեսնում հարգելներս, աշխատանքում անպայման առաջխաղացում բարելավում կլինի հուլիս ամսվա ընթացքում։ Ֆինանսներում երկու կարտ դուրս եկավ, այստեղ տեսնում եմ լուսինը, այստեղ տեսնում եմ հաջողության կարտը եւ տեսնում եմ, որ եթե ինչ-որ ծրագրեր ունեիք, պայմանագիր էր պետք կնքել, համաձայնության գալ, համաձայնության կգաք, երկու շատ հաջող կարտ եմ տեսնում։ Լուսնով նշանակում է կասկածներ, վախեր, անհանգստություններ ունեիք, բայց իրականում կփարատվեն, որովհետև շատ հաջող եմ տեսնում։ Ինչ հարցեր ունեիք ֆինանսների հետ կապված, հարգելի կշեռքներ, ել եմ ասում, վարկ էիք վերցնում, տուն էիք գնում, վաճառ, ինչի համար էր որ լինի, ամուսնության համար թեկուզ, եթե մատանի եմ տեսնում, անկախ ինձնից մտքովս անցավ, ինչի համար էր որ ֆինանսական հարցեր ունեք, ում դիմում եք, ինչ ուզում եք, ձեր համաձայնությունը կկայացվի, ֆինանսները ձեզ կլինեն։ Ֆինանսներ միգուցե հուլիսին չգան, բայց դուք հաջողության կհասնեք ֆինանսական ցանկացած հարցերում։ Չնայած որ դուք կասկածներ, անհանգստություններ ունեք, բայց շատ հաջող կարտեր եմ տեսնում։ Սա տեսնում եմ ֆինանսներ ձեզ կգան։ Հաստատ ֆինանսներ ձեզ կլինեն, ֆինանսական հարցերում ամեն շատ նորմալ է, աշխատանքում էլ, եթե աշխատանքում կանգնած եք 10-ով տեսնում եք, 10-ով ծախսեր կային, աշխատանք չկար, գումարներ էլի կգան, հաջողություն կլինի։ Միգուցե աշխատանքի վայրում փոփոխությունը ձեզ կտիպի, որ դուք ինչ-որ մի նոր բան սովորեք, բայց նոր բան կսովորեք եւ առաջ խաղացում էլ կլինի։ Ինքնակրթվեք,
կարտերի խորհուրդն է, ուսումնասիրեք, կարդացեք, ցանկացած խնդիր կյանքում, ինչ խնդիրներ էլ որ ունեք, փորձեք չհանձնվել, գտնել տարբերակ, ինչպես ձեր հարցերը կարող եք լուծել։ Օրինակ, ձեր անձնական հարցերում ֆինանսների պակաս կար, իսկ ես տեսնում եմ, որ իրականում ֆինանսներում բավականին հաջող է լինելու։ Եթե հաջողություն լինի ֆինանսներում, միգուցե ձեր անձնական հարցերն էլ լուծվեն։ Իսկ ես տեսնում եմ, որ ֆինանսները կլինեն, տարբերակ կգտնեք ամեն դեպքում։ Բայց կարտը խորհուրդ է տալիս, գրքով կարող եմ ասել, ուսումնասիրեք, կարդացեք, շատ ինքնակրթվեք, անընդհատ փորձեք տեղում չդոփել։ Ձեր աշխատանքին էլ կօգնի, ձեր ֆինանսներին էլ կօգնի եւ ձեր մարդկային հարաբերություններին էլ շատ կօգնի։ Ձեզ հաջող ամիս եմ մաղթում, հարգելի կշարքներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում հուլիսին կարիճներին։ Ինչպիսին կլինի հուլիս ամիսը կարիճների համար։ Անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ լրացուցիչ մի կարտ որպես խորհուրդ։ Միայնակների համար, զույգերի, աշխատանքի եւ ֆինանսների։ Անձնական հարաբերություններում հարգելի կշարքներ, ներողություն, կարիճներ, միայնակ կարիճներ, ինչ որ պայքար եմ տեսնում։ Ինչ որ պայքար։ Պայքարը ինչի հետ է կապված։ Մի քանի հոգի տեսնում եք, այստեղ պայքարում են իրար դեմ։ Միգուցե մրցակիցներ ունեք ձեր անձնական հարաբերությունները, միգուցե կա ինչ որ մեկը մեկին հավանում եք, բայց էլի ուզողներ ունի, կարող է լինել աղջիկ, կարող է լինել տղա։ Միգուցե, բայց ես տեսնում եմ, որ դուք տարբերակ ունեք, շանս կա, այսինքն բանալին ձեր ձեռքում է եւ դուք մենակ եք առայժմ, որտեղ դեռ պայքար կա, միգուցե պայքարում եք ձեր սիրած աղջկա կամ տղայի համար, չգիտեմ, ընդհանրապես տղաներն են, չէ՞ պայքարում, երևի ոչ թե աղջիկները, տրամաբանորեն այդպես պետք է լինի, ամեն դեպքում ինչ-որ պայքար եմ տեսնում։ Բայց բանալիով տեսնում եմ, որ ձեզ տարբերակ շանս կտրվի ձեր հարցերը լուծելու, տեսնենք ինչ պայքար է։ Կամ պայքարը կարող է նշանակել, որ դուք ուղղակի փորձում եք, փորձեր եք անում, շատ անգամ փորձում եք տարբեր մարդկանց հետ։ Միգուցե ի վերջո հուլիս ամսին կգտնեք տարբերակ։ Ձեզ շանս կտրվի գտնել վերջապես ձեզ համար հարմար զույգի։ Կարող է այդպես է լինել։ Շատ բարդ կարտեր եմ տեսնում։ Հարգելի կարիճներ, շատ բարդ, սևի կարտ չմնաց, արդեն բոլոր կարտերը հանեցի։ Լավ, ես մաս-մաս փորձեմ տեսնել, շատ չեմ մանրացնի, որովհետև բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Հիշում եք, ես պայքարն էի տեսնում։ Իրականում պայքարը երևի թե դե ինչ որ արդեն ասեցի, այդպիսի տարբերակ էլ կարող է լինել, որ ինչ որ, չգիտեմ, մի աղջկա համար մի քանի երիտասարդ են, 1-2-ը երևի թե ինչ որ խնդիրներ կան այդ իմաստով, տարբերակը գտնվի, լուծում կգտնվի այդ հարցին։ Իսկ մյուսների դեպքում այստեղ պայքար տեսնում եմ, այսինքն վիճաբանություն է եղել զույգերի միջև, դրա համար զույգ է եղել, վեճ է եղել, առաջ չեն գնացել հարաբերություններն իրականում վերջացել են։ Բայց այստեղ տեսնում եմ վեճերի կարտը, այնտեղ տեսնում էի պայքար իրար դեմ, եւ կարող եմ ասել, որ միայն երկուսով չեն եղել, այնտեղ էլի մարդիկ են եղել իմիջիայլոց, խանգարող մարդիկ են եղել, այստեղ կարող է մի նախանձ աղջիկ է եղել, չգիտեմ, բամբասկոտ ինչ որ մեկն է եղել։ Ամեն դեպքում այստեղ վեճ է եղել, զույգ են եղել, վեճ է եղել, հա։
եւ իրենց հարաբերությունները վերջացել են եւ առաջ խաղացում չի եղել, չնայած եղել են մարդիկ ընկերներ, փորձել են օգնել, բայց եղել են նաեւ խանգարողներ, բայց ի վերջո հարաբերությունները դադարել են, կանգնել են, մարդիկ չեն շփվում, որովհետեւ պրոբլեմներ ունեն։ Բայց էլ եմ ասում, ձեր շրջապատի մարդիկ էլ տեսնում եք, այստեղ այս պայքարը շատերի մեջ որ տեսնում էի, որտեղ ընկերներ ունեք, որ փորձում են ձեզ հաշտեցնել, օգտակար լինել, օգնել խորհուրդ տալ, բայց կան նաեւ շատ ավելի բացասական մարդիկ, որոնք հակառակը ձեզ լարում էին իրար դեմ, միգուցե բամբասում էին ձեր մասին։ Այսինքն այս պայքարը բավականին բարդ է եղել, մի քանի հոգու մեջ է եղել։ Ես տեսնում եմ բանալի, որ հուլիս ամսվա ընթացքում միգուցե կարողանաք այդ բոլորից դուրս գալ, բայց ես չեմ տեսնում, որ դուք հուլիս ամսվա մեջ գտնեք ձեզ նոր զույգ կամ հաշտվեք ձեզ զույգի հետ հարգելներս։ Ես կարող եմ ասել, որ այստեղ տղան է երևի թե վիճել է, տղան էր վիճողը, եւ աղջիկը թողել հեռացել է իրականում։ Ցանկություններ, երազանքներ եղել են իմիջիայլոց, բավականին լուրջ է եղել մարդկանց ըստ էության հարաբերությունները, բայց աղջիկը հեռացել է, տեսնում եմ, այստեղ տեսնում ես, աղջիկը նայում է առաջ, թողել է աղջիկը եւ հեռացել է։ Ավելի նոր բաներ են ջրի երես դուրս գալու այս պայքարից հարգելներս, ինչ որ դուք գիտեիք, թողել եք, հեռացել եք, բայց դեռ որտեվ աղջիկա այս տեսնում սա արխիվում է, ինչ որ դեռ նոր է, սա արդեն ինչ որ եղել էր, իսկ այստեղ ինչ որ ես տեսնում եմ, կարող եմ ասել, որ դեռ նոր բաներ են դուրս գալու ջրի երես, դեռ նոր բաներ եք իմանալու, նոր խոսակցություններ, նոր լուրեր են ձեզ գալու հասնելու, եւ իրականում դուք երևի թե կհասկանաք, որ ձեր կապը խզելը, հա, այսպես տեսնում եք, գերանդիով եմ տեսնում, շատ ճակատագրական է եղել, այսինքն, եթե նոր բաներ կպարզեք եւ կհասկանաք, որ ճիշտ եք վարվել, հեռացել եք, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Հասկանում եք, միշտ չի, որ բաժանություն իրականում վատ է նշում, միգուցե այդ մարդու հետ սխալ է ձեր կյանք կապելը։ Ես էլի չեմ տեսնում այդ հարցը ինչպես կլուծվի, բայց ես տեսնում եմ մենակ միայնակների համար, այսինքն դուք հուլիսիների միայնակ եք լինելու, բայց դե որովհետև այստեղ բավականին բարդ process է, ձեզ ժամանակ պետք կլինի, մինչև դուք կարողանաք ապաքինվել, հարգելիներս, տեսնում ենք, եւ աղջիկ եմ տեսնում, եւ երիտասարդ եմ տեսնում։ Աղջիկը հեռացել է, չի, այլ հեռացել է, բայց տղան շատ կտրող է, շատ կտրուկ է տղան, շատ կոպիտ է, եւ իրանց մեջ տեսնում եք այս ճակատագրական խաչը շատ բարդ է։ Ես փորձեմ էլի լրացուցիչ կարտեր հանել, բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել դուք իրականում կհաշտվեք, թե չեք հաշտվի, դուք իրար հետ չեք շփվում, իրարից հեռացել եք։ Տեսնենք կարտերն ինչ կասեն։ Բանալին տեսնում էի, բանալին միգուցե վեճերը դադարեն, եթե դեռ շարունակվում են, դեռ ինչ-որ բաներ է ջրի երես դուրս գալիս, միգուցե պարզապես բանալին կնի խզել հարաբերությունները, որպեսզի վեճերը չշարունակվեն, որտեղ դուք արդեն միասին չեք սենս տնեց, ես տեսնում եմ, պարզապես չի, եթե պայքարը կա, ուրեմն այդ process-ը լրիվ չի վերջացել, բայց ես միայնակների համար եմ նայում, այսինքն երևի ճիշտ է, որ դուք մի քիչ մենակ մնաք, հեռու մնաք իրարից, որովհետև միայն վեճեր ու կոնֆլիկտներ եմ տեսնում։ Չէ, հարգելիներս, ես ձեզ իրար հետ չեմ տեսնում, ես տեսնում եմ այստեղ իրականում ապագայում կլինի նոր սեր եւ զրոյից է սկսվում։ Այո, դուք այս ինչ որ պայքար որ լինում է կարող եք վերջացնել։ Բանալին իրականում այս հարցերի լուծման դուք պետք է միայնակ լինեք եւ հեռանաք իրարից։ Ձեզ առաջիկա ապագայում նոր սեր է սպասում, կարիճ։ Ես կարիճին է վերաբերում։ Կինն եք, տղամարդ եք, նշանակություն չունի։ Իրականում այստեղ տեսնում եք զրոյական կարտն է։ Այսինքն դե նոր սեր է ձեզ սպասում, զրոյական։ Չեմ կարող ասել հուլիսին, բայց ապագայում ձեզ սպասվում են նոր սեր, այսինքն այդ ում հետ որ վիճեցիք եւ հեռացաք, չնայած տարբեր մարդիկ էին, իրականում, որովհետեւ երիտասարդը շատ կտրուկ ու կոպիտ է։ Ես տեսնում եմ, որ դուք մենակ եք եւ ճիշտ ընտրություն եք կատարել, եթե աղջիկն է մենակ, ձեզ ապագայում նոր սեր կհանդիպի։ Լավ կլինի, որ առայժմ մենակ մնաք։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ այստեղ շատ ակայուն կրակի թագուհին է, ջահերի թագուհին եւ տեսնում եմ տրանսֆորմացիա, փոփոխություն։ Ինչ որ անձնական հարցերում փոփոխություն կլինի, հարգելիներս, ձեր հարաբերություն, բավականին թեժ հարաբերություններ են, բավականին կրքոտ, բավականին ջերմ եք իրար նկատմամբ։ Տեսնենք ինչ փոփոխություն է զույգերի կյանքում։
Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, ստերում էլ տեսնում եմ մատանի։ Շատ թեժ, շատ ջերմ հարաբերություններ եմ տեսնում այս թեժ թագուհու ինքը կարիճը ամենա, գիտեք, կրքոտ ամենասեքսուալ, ամենա այսպես սիրատոչոր տաքարյուն կենթանակերպի նշանն է եւ մարդիկ էլ այդ նշանի տակ ծնված շատ տաքարյուն են, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելներ, ստվերում տեսնում էի մատանի, ես տեսնում եմ այսպես շատ կրքոտ միանգամից ձեր հարաբերությունները այսպես շատ կտրուկ շրջադարձ կունենան, առանց այդ էլ դուք շատ ջերմ հարաբերությունների մեջ եք հարգելներս, շատ այսպես կարիճ ամեն դեպքում շատ կրքոտ է վերաբերվում իր զույգին։ Ես իրականում տեսնում եմ առաջխաղացում ձեր ընտանիքում։ Տեսեք, եթե դուք, չգիտեմ, ամուսնացած չէիք, ապա կամուսնանաք։ Երկու տուզ եմ տեսնում եւ մատանի եմ տեսնում, մյուս կարտերը կարևոր չեն, բայց ես տեսնում եմ այստեղ աղջիկը, տեսնում եմ այստեղ տղամարդ, տեսնում եմ ծառը ընտանիքն է, առաջխաղացումն է եւ այստեղ էլ տեսնում եմ երկու տուզ, ընդ որում եւ մատանի եւ այսինքն զույգերը, որոնք շատ կրքոտ ջերմ հարաբերությունների մեջ են եւ զույգ են արդեն 360 աստիճան շրջադարձը նշանակում է, որ դուք իրականում կդառնաք ընտանիք, հարգելներս, կամուսնանաք, ամուսնության առաջարկություն կանեք եւ կդառնաք ընտանիք։ Մյուս կողմից, որովհետեւ տեսնում եմ այստեղ կին, տեսնում եմ այստեղ երեխա, տեսնում եմ ծառ, այսինքն ընտանիքը աճում է, այսինքն շատ մեծ ուրախություն կլինի ձեր ընտանիքում, որովհետեւ դուք կամ կպարզեք հղիեք կամ այսպես ասեմ, երեխա կունենաք, պարզապես ամեն դեպքում ձեր ընտանիքը մեծանում է, ընտանիք չէիք, ամուսնանում եք, դառնում եք ընտանիք, իսկ եթե զույգ եք, դուք կունենաք երեխա, հարգելներս, Աստված տա, սրտանց կամենում եմ, շատ լավ է։ Այս աշխատանքի վայրում տեսնում եմ խնդիրներ, ճիշտն ասած, աշտարակը քանդվում է, ամպեր են կուտակված։ Գիտեք, դե սա պարտադիր չի, աշխատանքը կորցրեցիք, վերջացավ ամեն ինչ, ոչ, պարզապես կարող եմ ասել ինչ-որ բան ձեր գործերում չի գնում այնպես, ինչպես որ դուք ուզում էիք, ըստ ձեր պլանավորածի։ Դուք աշտարակը կառուցում եք, այսինքն առաջ գնացող ինչ-որ նպատակներ ունեք, ամպերը կուտակված են, այսինքն ամեն դեպքում ինչ-որ վախեր, անհանգստություններ կան, որ կարող է ձեր նպատակին չհասնեք։ Այսինքն ձեր աշտարակը կարող է եւ քանդվել, տեսնենք։ Հա, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, շատ, ես տեղել եմ աշտարակ տեսնում։ Ես այստեղ եմ աշտարակ տեսնում, հարգելիս, երկու աշտարակ, երկուսն էլ քանդվող։ Այսինքն այստեղ վեճերի կարտն եմ տեսնում։ Գիտեք, ես տեսնում եմ այստեղ ձեզ, որ դուք բավականին լուրջ մարդ եք, լուրջ պլաններ ունեք, կամ դուք ինքներդ կարող եք լինել վերադաս պաշտոնով մեկը լինեք, այսինքն լուրջ կարգավիճակ ունեք, կարող եք նաև լինել նաև գործավար, այսինքն գործատեր, այսինքն դուք եք բիզնեսի տերը, դուք ունեք ձեր սեփական գործ, այդպես կարող եմ ասել։ Շատ աշխուժ եք ձեր աշխատանքում, անդադ շփում կա մարդկանց հետ։ Ես չգիտեմ, կարող է տանու արքու վաճառքի հետ էլ կապված լինի, կարող է նաև տնից եք աշխատում, տնից տուն, չգիտեմ, տան հետ կապված ինչ գործեր եք անում, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ դուք բավականին էլ գումար վաստակում եք, աշխատանքը շատ էլ մարդկանց հետ շփումների հետ է կապված, տան հետ է կապված, էլ եմ ասում, շատ աշխուժ աշխատանք է, բայց ինչ որ մեկի հետ վիճում եք եւ այսպես աշտարակը քանդվում է, չեմ կարող ասել։ Ես գիտեք, չեմ տեսնում, գործը կանգնում է, ոչինչ չի լինում, չէ, ուղղակի կոնկրետ ինչ որ մեկը ձեզ խիստ բարկացնում է եւ ինչ որ մի կոնկրետ գործ չեղյալ է հայտարարում, ձեր գործում ինչ որ մի բան, չեմ կարող ասել, կդժվարանամ ասել, բայց ես տեսնում եմ դուք կգտնեք մարդ, ճիշտ մարդ, որի հետ կխորհրդակցեք եւ կկարողանաք իրականում շրջել ամեն ինչ։ Այսինքն այն որ թվում է որ վերջացած էր ամեն ինչ, ղարետը զով, հա, այսինքն տղծում փողում հեռանում է, այսինքն եթե ինչ կարծում եք կամ հաճախորդ եք կորցնում ձեզ թված, որտեվ ձեր աշխատողը ինչ որ չգիտեմ, սխալ բան է արել, միգուցե հաճախորդ եք կորցնում, հասկանում եք, ինչ որ մեկը աշխատողներից մեկը սխալ բան է իրեն թույլ տալիս, հա, եւ դուք այստեղ հաճախորդին վախենում եք կկորցնեք, բայց իրականում կարծում եմ, որ կգտնեք մեկ ուրիշին մասնագետ կամ ինչ-որ միջնորդ մեկին կգտնեք եւ իրականում կարողանաք այդ հաճախորդին վերադարձնել, այստեղ ինչ-որ նոր գաղափար ունեք, նոր գաղափար, սիրտն եմ տեսնում եւ տեսնում եմ պայմանագիրը կնքվում է։ Դուք ասինքն ձեր գործում ի վերջո հաջողության կհասնեք։ Ինչ որ մեկը աշխատանքի վայրում ձեր գործի հետ կապված, ձեր աշխատողն է թե պարզապես գոլեգա է, փչացնում է ինչ որ, իր պատճառով է, ձեր պատճառով չի, իսկ դուք կկարողանաք շտկել, ու միջոցով կշտկեք, չգիտեմ, ում կդիմեք,
բայց դուք կկարողանաք ի վերջո իրավիճակը փրկել եւ ամեն ինչ կլինի ինչպես դուք ուզում եք, նախ ձեր սրտով կլինի, երկրորդն էլ տեսնում են, որ եթե պայմանագիր, համաձայնագիր պետք է կնքվեր նոր գործարքների հետ կապված, իրականում կլինի։ Այնպես կլինի, ինչպես դուք եք ուզում, ուղղակի մի քիչ հուլիսը բարդ կլինի ինչ որ մեկի պատճառով։ Ոայ, ֆինանսներում տեսեք ինչ եմ տեսնում, հարգելներս։ Տուզ եւ արև։ Շատ հաջող կարտեր են, լրացիչ կարտեր չեմ հանի, ֆինանսական հարցերում դուք շատ գոհ կլինեք ձեր ֆինանսերից։ Ես աշխատանքում էլ տեսնում եմ, որ դուք բավականին լավ ֆինանսներ աշխատում եք։ Ֆինանսական հաջողությունների շատ մեծ հաջողություններ է սպասում ձեզ հարգելի կարիճներ։ Ինչ էլ որ անում եք, տղամարդը ունի ինչ-որ որոշումներ, հատկապես տան տղամարդը երևի թե գործեր է անում, աշխատանք, պլաններ ունի, շատ հաջող։ Ցանկացած գործարք, ցանկացած ֆինանսների հետ կապված, չգիտեմ, ինչ գործեր որ անում եք, շատ հաջող կլինի։ Տեսնում եմ այստեղ ժամադրության կարտը, հարգելիներս, շատ հետաքրքիր ժամանակ կլինի որոշ կարիճների համար, ես եթե հիշում եք զույգերի համար էի ասում, այո, զույգերի համար շատ գեղեցիկ ժամանակ է լինելու, ինչ որ մի բան ձեզ շատ ուրախացնելու է։ Ընդհանրապես ես ֆինանսների եւ աշխատանքում էլ տեսնում եի խնդիրներ աշխատանքում ինչ որ մեկի պատճառով առաջանում էին, բայց դուք իրականում կկարողանաք լուծել, ֆինանսները շատ լավ են։ Նրանք ովքեր միայնակ են, գնացեք, հանդիպեք, չգիտեմ, ժամադրվեք, սա գեղեցկության, ժամադրության, ձեր արտաքինը կարգի բերեք, զբաղվեք ձեր արտաքինով, հարգելներս։ Եթե ձեր կինը հղի էր, ծաղիկներ նվիրեք իրեն տարեք, չգիտեմ, դուրս ճաշելու միգուցե ժամանակ տրամադրեք ձեր կնոջը, հարգելներս, մի խոսքով լավ տրամադրություն եմ ցանկանում ձեզ, հարգելի կարիճներ։